Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովն այսօր եզրակացրեց, որ Էրեբունուց ընտրված պատգամավոր Մհեր Սեթրակյանը էթիկայի նորմերի խախտում է թույլ տվել, երբ անցած տարվա դեկտեմբերի վերջին խորհրդարանի միջանցքում ԱՄԵԿ+-ի լրագրող Մհեր Արշակյանի 2 թեթև հարց ուղղելու խնդրանքին ի պատասխան սպառնացել է պոկել նրա ծնոտը։ Давай, յալլա։ Давай, ինչ մասը։ Կատամ ծնոտը պոկեմ։ Հիշեցնեմ, Սեթրակյանի օգտին քվեարկելու կոչեր Էրեբունիում անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն է հնչեցրել։ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին Սեթրակյանի հարցով դիմել էր Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը։ ԱՄԵԿ+-ի լրագրողին առավոտյան հրավիրել են հանձնաժողովի նիստին, սակայն նրան այդպես էլ չեն կանչել նիստերի դահլիճ, որտեղ քննարկումները դռնփակ են ընթանում։ Մինչդեռ պատգամավոր Սեթրակյանի դեպքում հակառակն է եղել, նրան հրավիրել են, ցանկացել լսել, նա չի ներկայացել հանձնաժողով։ Որոշելով, որ Մհեր Սեդրակյանը հակաէթիկական վարք է ցուցաբերել, այսօր ինչ պետք է անի Մհեր Սեդրակյանը, պետք է փոխի ծնոտ կոտրելու շեշտադրումը, այսինքն ինքը պետք է մի վճռականությունը ծնոտ կոտրելու փոխի, ասենք, ոտք կոտրելու վճռականությամբ, ես դա ինչ-որ կերպ չհասկացա, որովհետև ինքս ներկա չեղա եւ չհասկացա պատգամավորները ընդհանրապես ինչ են մտածում էթիկայի եւ պատգամավորին վայել վարքի մասին։ Ազատություն ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հանրապետական պատգամավոր Մհեր Սեթրակյանն ասաց, տեղյակ է էթիկայի հանձնաժողովի որոշմանը, հավելեց, այնտեղ նաև կարծիք է հնչել, թե լրագրողն է իրեն սադրել։ Չպետք է լիներ, ինքն էլ չպետք է աներ, ես էլ չպետք է անեի։ Սկիզբը որ նայեք, էթիկայի խախտում եղել է երկկողմանի։ Սա ոնց որ մի վարոտի վրա խաղ են սարքել, դե սկիզբը թոցուս տային։ Լրագրողը պնդում է, որ ամբողջությամբ է ուղղակի սկզբից օպերատորը չի կարողացել միանալ։ Մենք ունենք վկաներ, բայց միլիցիայում չենք բերենք, վկաներին մտցնենք հանձնաժողով բան։ Պարոն Սեթրակյան, իսկ ինչու չգնացիք դուք նույն բաները հանձնաժողովում ասելու։ Եթե դրա կարիքը լիներ, կգնայի։ Բայց ինձ թվում է, թե բան չի եղել, որ տենց գնանք նստենք, ոնց որ եսի ինչեր անենք ամոթա։ Եղել է աշխատում ենք, իրար հետ աշխատում ենք, եղել է անցել է իմիջարժի շատ տնել, վերլուծել, որի սխալը ինչ չափի էր։ Իսկ հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությանը ինչպես եք նայում, թե չի լինի այդպիսի բան։ Ընդհանրապես չի կարելի մարդկանց հունից հանել։ Երկկողմանի պետք է լինի այդ խաղի կանոնները եւ իմ համար եւ իր համար, որ ճիշտ պահվի։ Այսինքն եթե ձեզ հունից հանեն, հնարավոր է նույն բանը կրկնվի։ Նայած ինչ չափի։ Էթիկայի հանձնաժողովի նախագահը, ով այժմ հանրապետական Դավիթ Հարությունյանն է, այսօրվա որոշումը կհրապարակի ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում։